Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար ինչպես միշտ կաշխատի Լուսի Քոչարյանը եւ նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, բացի իհարկե ավանդական ռադիոընդունիչից, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում։ Մեզ այստեղ կհայտնաբերեք live stream-ի տարբերակով, կարող եք նաև դիտել, մեկնաբանություններում էլ հարցեր ու դիտարկումներ թողնել։ Ես այս ամենին օպերատիվ հետևում եմ եւ կարևոր հարցերը կմիացնեմ իմ նախապատրաստած հարցերին եւ կուղեմ մեր այսօրվա հյուրին, իսկ մենք այսօր զրուցում ենք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի հետ։ Ողջույն բժիշկ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ մեզ ժամանակ հատկացնելու համար եւ այսօր խոսելու ենք կոլորեկտալ քաղցկեղի, այսինքն հաստաղիքի քաղցկեղի մասին, որովհետեւ դրա իրազեկման ամիսն է համարվում մարտ ամիսը։ Ես նկատեցի, որ գրեթե չկա ամիս, որը նվիրված չէ որևէ տեսակի քաղցկեղի, հետեւաբար գալիս ենք եզրակացության, որ աշխարհում էլ Հայաստանում էլ բացառություն չէ, շարունակում է քաղցկեղը մնալ սուպեր վտանգավոր իր տարբեր կողմերով բազմակողմանի խնդիրներով, դիմելիության, ստուգումների, կանխարգելման եւ այլն ու այսպես ամեն ամիս կարիք կա որևէ տեսակի քաղցկեղին ամեն դեպքում անդրադառնալու։ Եվ այսպես երևի թե խոսենք տեսակից հենց այս քաղցկեղի, որ տեղում է այն, որ հորիզոնականում է տարածվածության, որքան է վտանգը, ագրեսիվությունը, ինչ աստիճանի է, մենք գիտենք, որ քաղցկեղի բոլոր տեսակները չէ, որ այսպես կայծակնային ագրեսիվությամբ են զարգանում եւ հակառակը, ինչ կասեք։ Եթե խոսենք համաճարակաբանությունից, ապա վերջին տվյալներով 2020 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում ամեն տարի հայտնաբերվում է 1.9 միլիոն նոր դեպք, ունենք բավականին բարձր մահացություն, մոտ 900,000 նոր հայտնաբերված դեպքերից 900,000 մահ է։ Հայաստանում տարածվածությունը եւս շատ բարձր է, մոտ տարին 600-700 նոր դեպք ենք հայտնաբերում։ Սա շատ է համարվում Հայաստանի համար։ Իհարկե ինքը ամբողջ աշխարհում է շատ համարվում, որովհետև ընդհանուր քաղցկեղների հորիզոնականում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Այստեղ սեռային տարբերակում կարող ենք նշել ավելի շատ, որ սեռի մոտ է հանդիպում, ինչ հանգամանքներով պայմանավորված։ Եթե տարբերենք մոտ 55% դեպքերում կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում հաստաղու քաղցկեղը, քան տղամարդկանց մոտ։ Իսկ ինչ որ բացատրություն կա, ռիսկի գործոններ, պատճառներ, տարիքային ինչ-որ առանձնահատկություններ։ Ռիսկի գործոնները դա ընդհանուր ռիսկի գործոններ են։ Առաջի ռիսկի գործոնը դա տարիքային խումբն է։ 40-ից բարձր բոլոր առողջ մարդիկ նախ պետք է հետազոտվեն, որպեսզի կանխարգելեն հաստաղու քաղցկեղը։ 40 տարեկանից հետո ինքը ռիսկայնությունը բարձրանում է մոտ 30%-ով հիվանդացության։ Նրա համար 40 տարեկանից հետո մենք խորհուրդ ենք տալիս սկրինինգային հետազոտություններ կատարել հիվանդներին։ Երկրորդ ռիսկի գործոնը դա ժառանգականությունն է, այսինքն եթե որևէ ընտանիքի անդամ իր հիվանդության պատմության մեջ ունեցել է հաստաղու քաղցկեղ, ապա նրա բոլոր ընտանիքի անդամները առաջին եւ երկրորդ կարգի անդամները պետք է հետազոտվեն կանխարգելիչ նպատակով։ Էլի 40-ից հետո թե այստեղ ավելի այստեղ փոխվում է այդ տարիքային հետազոտման շեմը։ Այն տարիքում, երբ որ հայտնաբերվել է հիվանդի մոտ, այդ տարիքից 10 տարի նվազեցնում ենք եւ ստանում ենք այդ թիվը։ Օրինակ, եթե հայտնաբերվել է 45 տարեկանում, ապա մոտ հարազատը 35 տարեկանում պետք է անցնի հետազոտություններ հաստաղու քաղցկեղի կանխարգելման համար։
Նախքան հետազոտությունների տարբեր տեսակներին անցնելը կխնդրեի մի փոքր անատոմիական մակարդակով բացատրել մենք որ հատվածի մասին ենք խոսում, որովհետև ես պնդում եմ, որ հանրությունը այնքան էլ լավ չի պատկերացնում մեր որովայնի ընդհանրապես կառուցվածքը, աղիների տարբեր հատվածները, դրանց տեղակայումը, դասավորությունը եւ այլն եւ այլն։ Եվ այսպես այս հատվածը որտեղ է, ինչին է միակցված եւ Ճառանցնահատկություններ ունի։ Հաստաղեք ինքը ստամոք սայքային տրակտի վերջնահատվածն է համարվում։ Երբ բարակ աղում մարսողականության որոշ գործընթացներ ընթանում են, ապա բարակաղուց հետո սկսվում է հաստաղին։ Հաստաղին բաժանվում է մի քանի հատվածների, դա վերել հաստաղին է, որը գտնվում է որովայնի աջ կողմում, լայնականը, որը գտնվում է վերին հատվածում, վայրեջը ցախ հատվածում, սիգմայաձև աղին եւ ուղիղ աղին դա ամենավերջնա հատվածն է։ Այս ամբողջ ընթացքում լորձաթաղանթի ախտարման բջիջների ոչ ճիշտ կիսվելու հետևանքով առաջանում են սկզբից բարորակ պոլիպներ, որոնք հետագայում չարորականալու հատկություն ունեն, մոտ տարբեր տվյալներով 7.5%-ից մինչև 15% նրանք չարորակացման հատկություն ունեն։ Ըստ քանակի, ըստ մեծության։ Իսկ պոլիպները մի տեսակի են, թե այստեղ եւս մենք պետք է հաշվի առնենք, որ տարբեր բջջաբանական բաղադրության, կազմության պոլիպներ կան։ Պոլիպները ըստ տեսակների շատ տարբեր են լինում, ըստ չափսեր են լինում տարբեր 0.1 մմ-ից մինչև մի քանի սանտիմետր մեծությամբ, ըստ անատոմիական կառուցվածքի են տարբեր լինում։ Լայն տարածվող պոլիպներ, գնդաձև պոլիպներ, սնկանման պոլիպներ եւ սրանց չարոկանալու հատկությունները տարբեր է։ Դրա համար նշեցի 7.5%-ից մինչև 15% չարոկանալու հատկություն ունեն։ Ես հիմա մտաբերեցի, որ ուռուցքաբաններ որոշ տեսակների համար ասում են չկա չարորականալ հասկացություն, այլ նշանակում է, որ այդ գոյացություններն ի սկզբանե եղել են չարորակ, ուղղակի դրանք պետք է հասնեն ինչ-որ կոնդիցիայի պարզելու համար, թե բարորակ էին, չարորակ էին։ Փաստորեն այստեղ կարող է process գնալ բարորակ վիճակից դեպի չարորակացում, հա։ Այո, հաստաղու քաղցկեղի հիմնական առաջացման պատճառը դա հաստաղու պոլիպներն են։ Դրանք բարորակ գոյացություններ են, որոնց ժամանակին եթե հեռացնում ես, այդ process-ը բարորակ-չարորակ անցումը կանխարգելում ես։ Եկեք գանգատներից ու նախանշաններից էլ խոսենք։ Մենք գիտենք, որ հաստաղու հետանցքի հատկապես կապված խնդիրները իրականում բավականին տարածված են, որքան էլ մենք մեր շրջապատում դրա մասին ոչ խոսում ենք, ոչ իմանում ենք, հենց մարդիկ իրենք էլ բավականին քողարկված ու թաքուն են պահում դրա հետ կապված խնդիրները։ Ամեն դեպքում հիմա յուրաքանչյուր ունկնդիր իր համար կարող է պարզել, որ գանգատների նկատմամբ պետք է հատկապես ուշադիր լինել։ Ցավոք հաստաղու քաղցկեղով հիվանդների մոտ գանգատները ի հայտ են գալիս ավելի ուշ, քան process-ը զարգանում է։ Հիմնական գանգատներն են դրանք արյունային արտադրությունը կղանքում, լորձային արտադրությունը կղանքում, քրոնիկ փորկապությունները եւ որոշ դեպքերում ցավ որովայնում։ Սրանք արդյոք շփոթում են մարդիկ այլ խնդիրների հետ եւ ժամանակ կորցնում, միգուցե ռեսուրսներ, ինչ կասեք, որ հիվանդությունների հետ են շփոթում եւ ինչպես կարելի է տարբերակել։ Կարելի է շփոթել բազմաթիվ սկսած բորբոքային հիվանդություններից, քրոնիկ հիվանդություններից, որը կապված է որովայնում ցավեր առաջացնելու հետ կամ կղանքում արյան հայտնաբերումը։ Դրա համար հենց մեր նպատակը իրազեկման դա է, որ 40 տարեկանը հենց լրանում է, անկախ նրանից, թե մարդը գանգատ ունի թե չունի, այո, առողջապահական համաշխարհային կազմակերպությունը մի քանի տարի առաջ, մոտ 5 տարի առաջ խորհուրդ էր տալի 45 տարեկանում հետազոտվել։ Հիմա խորհուրդ է տալիս արդեն 40 տարեկանում, իջացրել է, քանի որ երիտասարդացել է այս քաղցկեղի տեսակը, թե մարդիկ ուղղակի ուշադիր չեն եւ բարձի թողի կապված ապրելակերպի հետ, մեր միջավայրի հետ, քաղցկեղային
հիվանդությունները երիտասարդացել են, ինչպես նաև կոլորեկտալ ռակը։ Մի այսպիսի հարց, քանզի մենք մարսողական համակարգի ավարտի մասին ենք խոսում, ավարտական հատվածի, արդյոք սննդակարգը ազդում է որպես գործոն վատ վնասակար։ Միանշանակ սննդակարգն էլ կապ ունի, ինքը մտնում է ռիսկի գործոնների մեջ առաջացման։ Ինչ չուտել այդ դեպքում։ Կարմիր միսն է։ Սա միֆ չի, հա, փաստորեն, որ այն այդպես ցուցիչով բարձր է կարմիր միսի գործածումը։ Չէ, այն եթե քարտեզի վրա նայենք տարածվածությունը, այն երկրները, որոնք օգտագործում են չափից շատ կարմիր միս, նրանց մոտ տարածվածությունը ավելի բարձր է։ Ոչ առողջ սնունդը, ոչ ճիշտ սնվելը, ոչ ժամանակին սնվելը, երկար սոված մնալը, շատ ուտելը, դրանք բոլորը հանդիսանում են ռիսկի գործոններ։ Նաև վնասակար սովորությունները, ալկոհոլիկ երջարաշահումը, ծխելը, սրանք եւս ռիսկի գործոններ են հանդիսանում։ Մասնակից են բոլոր վատ խնդիրների եւ առաջին հորիզոնականներում են, արդյոք սննդակարգի հետ կապված պետք է ճարպակալումն էլ մտցնել ռիսկի գործոն։ Ճարպակալումը ինքը մտնում է ռիսկի գործոնների մեջ, սակայն շատ քիչ ազդեցություն ունի։ Որ քրոնիկական հիվանդությունները կնշեք, որոնք հատկապես փոխկապակցված են այս քաղցկեղի տեսակի հետ եւ ելի ով ունի այս քրոնիկական հիվանդությունը պետք է ուշադիր լինի։ Դե ասեցի, որ 95% դեպքերում հաստաղու քաղցկեղը առաջանում են հաստաղու պոլիպներից, բավարարագոյացություններից, սակայն այն մյուս 5%-ը առաջանում են հաստաղու քրոնիկական հիվանդություններից, ինչպեսիք են կրոնի հիվանդությունը, ոչ սպეციფიկ խոցային կոլիտը, քրոնիկ կոլիտը, դրանք եւս քրոնիկ բորբոքային process-ները ի վերջո բերում են քաղցկեղի առաջացման։ Իսկ պոլիպների մասին ինչ կասեք, դրանք վարակիչ են, թե ինչ որ վատ ազդեցությունների ներքո են առաջանում օդից, այսպես ասած։ Ոչ, դա վարակիչ չէ, դա լորձաթաղանթի հաստաղու լորձաթաղանթի բջիջների փոփոխության պատճառով ոչ ճիշտ կիսվելու պատճառով առաջանում են բավարարագոյացություններ, որոնք հեշտ են հայտնաբերվում կոլոնոսկոպիայի միջոցով եւ նրանց հեռացման հետևանքով մենք ամեն ինչ կանխարգելում ենք։ Եկեք, այո, արդեն անցում կատարենք հենց հետազոտությանը, երևի թե սկսենք կոլոնոսկոպիայից, որովհետեւ եթերից առաջ էլ նշեցիք, որ սա կարծես ոսկե ստանդարտն է եւ առանց սրա ոչ մի ախտորոշում հնարավոր չէ ստանալ։ Ինչ է սա, ինչպես է ընթանում, որքան է տևում եւ այլն, մի փոքր նկարագրեք։ Կոլոնոսկոպիան ինքը էնդոսկոպիկ հետազոտություն է, արդեն բավականին երկար ժամանակ, մոտ 60 տարի է ինչ բժշկության մեջ կա։ Կոլոնոսկոպիան դա վիդեո պատկեր է տալիս, մեզ ռեալ պատկերն է տալիս հաստաղու լորձաթաղանթի։ Կոլոնոսկոպիայի ժամանակ մենք հետազոտում ենք սկսած բարակաղու վերջնահատվածից ամբողջ հաստաղիքը։ Կոլոնոսկոպիայի ժամանակ հայտնաբերում ենք ինչպես նշեցինք պոլիպանման գոյացությունները, բորբոքային հիվանդությունները, չարորակ ուռուցքները։ Այս ամենը վիզուալացվում է, տեսագրվում է եւ պատկեր ենք մենք ստանում։ Բոլոր հիվանդներին կոլոնոսկոպիայի ժամանակ մենք տեսագրում ենք, որպեսզի հետագայում որևիցե խնդրի կրկնության դեպքում մենք ունենանք համեմատելու նյութ։ Ժամանակակից աշխարհում կոլոնոսկոպիան կատարվում է ներերակային անզգայացմամբ, այսինքն պացիենտը ոչ մի դիսկոմֆորտ չի անհանգստություն չի զգում։ Հետազոտությունը հենց վերջացնում ենք, անմիջապես հետո հիվանդը արթնանում է եւ նրա մոտ ոչ մի զգացողություն չի լինում։ Որքան է տևում եւ արդյոք պետք է նախապես ինչ որ պատրաստական քայլեր կատարել։ Իհարկե, կոլոնոսկոպիայի հետազոտությունից առաջ մոտ 3 օր հիվանդը պահպանում է խիստ դիետա, որպեսզի աղիների լիարժեք դատարկում լինի եւ մեր վիզուալիզացիան մաքսիմալ լինի։ Այսինքն անգամ 1 մմ-անոց, 2 մմ-անոց գոյացությունները մենք կարողանանք վիզուալիզացնել։ Այն ինվազիվ կամ վիրահատական միջամտություն կարելի է անվանել։ Մարդիկ շատ վախ ունեն եւ հիմա ես փորձում եմ հանգամանալից մենք ներկայացնենք։ Վիրահատական միջամտություն չի կարելի համարել, այն ինվազիվ գործողություն է, այսինքն մենք
նայում ենք աղոր լուսանցքի մեջ, իհարկե որոշ դեպքերում, եթե հիվանդը համաձայնություն է տալիս, եկել է կոլոնոսկոպիկ հետազոտության, դիագնոստիկան կարող է վերափոխվել վիրահատական միջամտության։ Այսինքն Որ դեպքերն են դրանք, որ մենք եթե հիվանդը նախապես համաձայնություն է տալիս, որ իր մոտ հայտնաբերվեն պոլիպներ կոլոնոսկոպիայի ընթացքում, եթե հնարավորություն է լինում, մենք հենց կոլոնոսկոպիայի ընթացքում կատարում ենք վիրահատական միջամտությունը, պոլիպները հեռացնում ենք եւ այսպես ասած երկու գործը մեկում է։ Այո, օգտվելով եւ արդեն ցավազրկված անցկացած վիճակից եւ գանգատներից, իսկ արդյոք բոլոր դեպքերում է պետք հեռացնել պոլիպները։ Կա ինչ-որ քանակ, կոնդիցիա, որ այգիտեք մինչեւ այսքանը իմաստ չունի միջամտություն անել, հեռացնել, իսկ այս թվից վերև այո, կամ մեծություն, չափսեր, ինչ է հաշվի առնվում։ Քննարկումները շատ են եղել, սակայն ի վերջո գիտությունը եկել է այն եզրահանգման, որ եթե հայտնաբերվում է պոլիպ, ուրեմն պետք է հեռացվի։ Աստորեն, հիմա արդեն այդ ռազմավարությունն է։ Այո։ Առաջ հետևում էին բիոպսիային վերցնում, հետևում էին մի քանի տարի, սակայն ի վերջո եկան այն եզրահանգման, եթե արկա է պոլիպ, ուրեմն պետք է պոլիպը հեռացվի։ Բայց իսկապես, եթե օրինակ բիոպսիա վերցվի եւ չարարակացումը դրա հավանականությունը 0 համարվի, արդյոք իմաստ կա այդ դեպքում հեռացնելու եւ օրինակ վերքսպի եւ այլն ավելացնելու։ Տեսեք, ես այն մասնագետների կողմնակիցն եմ, ովքեր ասում են, եթե դու վերցնում ես բիոպսիա, արդեն դու խախտում ես իր ամբողջականությունը։ Այո, որն է իմաստը Որն է իմաստը, եթե ամբողջական կարող ես հեռացնել, դա էլ է համարվում բիոպսիա։ Ամբողջական հեռացնում ես, ուղարկում ես բիոպսիայի։ Հյուսվածքաբանական հետազոտության։ Իմաստ չեմ գտնում մասնատել, բիոպսիա վերցնել, եթե կարելի է միանգամից հեռացնել եւ վերջակետ դնել այդ հարցի։ Ինչ կասեք մեր երկրում դիմելիության մասին, արդյոք դուք գոհ եք, թե որ գանգատների դեպքում եւ ինչ հաճախականությամբ ու որ տարիքի մարդիկ են դիմում ստուգվելու։ Ես գիտեմ, որ տարբեր քաղցկեղների կանխարգելման հարցեր քննարկելիս մենք ամեն անգամ գալիս հասնում ենք այդ դիմելիության պակասի խնդրին, առճակատվում ենք։ Իհարկե դիմելիությունից գոհ չենք, սակայն եթե հետևում ենք 2020 թվականից մինչև 2025 թվականը բավականին դրական արդյունքներ ունեն։ Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում կա աճ։ Այո, աճել է այն պացիենտների թիվը, ովքեր ուղղակի գալիս են դիմեն, որպեսզի հետազոտվեն 40 տարեկանից հետո։ Առանց գանգատների, առանց գանգատների, որոցը գանգատների մարդիկ գալիս են, լսում են, իրազեկվում են, իմանում են եւ գալիս են հետազոտման։ Օրինակ 2021 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել էր սկրինինգ կոլոնոսկոպիա, որի ընթացքում 701 հիվանդ ենք հետազոտել, 168 հիվանդի մոտ հայտնաբերել ենք բարորակ պոլիպներ, որոշները համաձայնություն տվեցին, մենք հեռացրեցինք այդ պոլիպները, 4 պացիենտի մոտ մենք հայտնաբերել ենք հաստաղ ու քաղցկեղ, սակայն ամենավաղ փուլում, որը հնարավորություն եղավ հենց կոլոնոսկոպի միջոցով հեռացնել ու վերջ դնել այդ հարցին, եւ բավականին շատ էր 50 պացիենտից ավել ու մոտ հայտնաբերեցինք արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ փուլում հաստաղ ու քաղցկեղ եւ նրանք գնացին համապատասխան բուժման։ Որոշները վիրահատվեցին լապարոսկոպիկ կամ բաց եղանակով, իսկ որոշները սկսեցին արդեն քիմիոթերապևտիկ բուժումներից։ Այսինքն երրորդ, չորրորդ փուլերը դրանք այն արդեն ժամանակահատվածներն են, երբ միգուցե էլ վիրահատությունը իմաստ չունենա։ Այո, այդ ժամանակ հակացված է վիրահատությունը։ Լավ, իսկ այդ դեպքում քիմիոթերապիան ինչ նպատակով է նշանակվում, եթե լուծում չկա վերջնական։ Լուծում կա, իհարկե ունենք պացիենտներ, որոնք գնում են քիմիոթերապիա եւ բավականին դրական արդյունքներ են ունենում, այսինքն տարածվածությունը սահմանափակվում է եւ քիմիոթերապիայից հետո հետո վերադառնում մեր մոտ եւ արդեն կատարում ենք ռադիկալ արմատական վիրահատություն։ Այսինքն ինչ որ հեռանկարներ այնուամենայնիվ կան։ Կարող ենք խոսել առաջին
առաջին երկու փուլերում հայտնաբերվելու եւ երրորդ-չորրորդ փուլերում հայտնաբերվելու ապրելիության տոկոսների մասին։ Կան ինչ-որ տվյալներ։ Այո, համաճարակաբանական տվյալների, եթե քաղցկեղը հայտնաբերվում է ամենավաղ փուլում, այսինքն ախտարվածը միայն լորձաթանթը, ապրելիությունը կազմում է մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է մոտ 95%։ Իսկ ինչու է նշվում 5 տարվա։ Մենք դրանից ավելի երկար հեռանկար չենք կարողանում, հա, սահմանել։ Դա համաշխարհային առողջապահության կազմակերպությունն է սահմանել այդ ժամանակահատվածը։ Ինչու՞ չեն ասում ուղղակի ապրելիություն, անպայման նշում են 5 տարվա։ Նշում են 5 տարվա ապրելիությունը։ Հետո արդեն շարունակվում է։ Այո, հետո հիվանդները լինում են ելի մեր վերահսկողության տակ եւ պարբերաբար անցնում են բուժզննումներ։ Իսկ երրորդ-չորրորդ փուլերում հաստատ։ Երրորդ-չորրորդ փուլերում ընդհանուր վերծված ապրելիությունը 5 տարվա կազմում է մոտ 55%։ Ինչ կասեք ճարագայթային թերապիայի մասին, արդյոք սա կոլորեկտալ քաղցկեղի դեպքում ճարագայթային թերապիան ընդունված է ուղիղ աղու եւ ռեկտոսիգմոիդալ հատվածի, այդ սիգմայաձև աղու եւ ուղիղ աղու անցման շրջանում քաղցկեղների դեպքում եւ ունենում են բավականին դրական արդյունքներ։ Ունենք պացիենտներ, որոնք ճարագայթային բուժումից հետո ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ ունեցել են լիարժեք ռեգրես եւ նրանք արդեն ոչ վիրահատվել են, ուրիշ ոչ բուժում ստացել են, ուղղակի գտնվել են մեր հսկողության տակ, պարբերաբար կատարել են կոլոնոսկոպիկ հետազոտություն եւ MRT քննություն կոնքի։ Իդեպ, որքան հաճախ կարող է անհրաժեշտ լինել կոլոնոսկոպիայի կատարումը, այստեղ ինչ-որ օրինակ համակարգչային տոմոգրաֆիան ունի իր միջակայքերը, այնտեղ տարբեր Ըստ ցուցումների, եթե հիվանդը առաջին անգամ եկավ հետազոտվեց 40 տարեկանում, ոչ մի բան չենք հայտնաբերում, ապա հաջորդ հետազոտումը լինում է 5 տարի հետո։ Եթե ունենք որևէ խնդիր, ունենք պոլիպներ ենք հեռացրել, ապա հաջորդ հետազոտումը կախված պոլիպի տեսակից լինում է կամ 6 ամիս հետո, կամ 1 տարի հետո։ Հետո եւս 3 տարի ամեն տարի մենք հետևում ենք կոլոնոսկոպիկ հետազոտությամբ նման հիվանդներին, ապա 3 տարուց հետո դառնում է արդեն էլի 5 տարին մեկ հետևելը։ Եվ կուզեի խոսենք այլ գործիքային հետազոտություններից, որոնք կարող են նշանակվել, կարող են մասնակցել ախտորոշման կամ դինամիկ հսկողության հարցով։ Իհարկե կոլոնոսկոպիան հաստաղ հետազոտման համար համարվում է անփոխարինելի, ամբողջ աշխարհում նա որպես ոսկե ստանդարտ է, սակայն կան այլ հետազոտություններ, օրինակ համակարգչային տոմոգրաֆիան, ստամոքսային տրակտի ռենտգեն հետազոտությունն է, նաև գոյություն ունի վերջին ժամանակներում վիրտուալ կոլոնոսկոպիա եւ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կատարվում է վիրտուալ աղու ձևավորումը, պատկերի ձևավորումը, սակայն նրանց սպეციფიკությունը բավականին համեմատած կոլոնոսկոպիայի հետ ցածր է։ Դրա համար հիմնական հետազոտումը դա կոլոնոսկոպիան է։ Լավ, այդ դեպքում ինչ լրացուցիչ տեղեկություն են տալիս մյուս երկուսը, որոնք առայժմ պահպանում են իրենց արդիականությունը։ Մյուս երկուսը կոլորեկտալ քաղցկեղի հետազոտման ժամանակ օրինակ կատե հետազոտությունը տալիս է մեր տարածվածության աստիճանը։ Եթե մենք հայտնաբերում ենք կոլոնոսկոպիկ եղանակով հաստաղ քաղցկեղ, ապա անպայման հիվանդը ուղեգրվում է համակարգչային շերտագրության եւ այնտեղ արդեն կատարվում է պոլիօրգան համակարգչային շերտագրություն, որպեսզի բացառենք կամ հաստատենք հիվանդության տարածվածությունը այլ օրգաններ, լիմֆատիկ հանգույցներ։ Իդեպ, արդյոք սա այն քաղցկեղի այն տեսակներից է, որ ակտիվ մետաստազներ կարող է ունենալ եւ արագ պրոգրեսիվել։ Այո, ըստ կախված չարակության աստիճանից այս հիվանդությունը եւս մյուս քաղցկեղային հիվանդությունների նման բավականին ուշ փուլերում տալիս է մետաստազներ եւ լիմֆատիկ հանգույցներ եւ այլ օրգան համակարգեր։ Առաջինը որ օրգան համակարգերն են թիրախի տակ ըստ վիճակագրության։
Լյարդ առաջինը առաջի այդ օրգանը, որը ախտահարվում է, դա լյարդն է, լյարդի մետաստազներն են։ Շնորհակալություն եւ վերջին 5 րոպեներին կուզեի կանխարգելման վրա էլի շեշտը դնենք, ինչպիսի կենսակերպը կարող է օգնել, ինչպիսի սննդամթերքն է խոր տրվում կանխարգելման համար, ինչ բժիշկների հետ եք դուք համագործակցում ահա այս տեսակի քաղցկեղը հնարավորինս շուտ բացահայտելու համար կարող եք մի փոքր որպես ամփոփում ինչպես եւ բոլոր քաղցկեղների ժամանակ մենք եւս խորհուրդ ենք տալիս կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելման համար դա առաջինը առողջ ապրելակերպն է սպորտով զբաղվելը ճիշտ սննդակարգը բացի սննդակարգից ճիշտ սնունդով սնվելը կարևորն է այ ճիշտ սննդակարգ եւ ճիշտ սնունդ այ օրինակ fast food-ները հա հիմա հասարակության մեջ մեծ տարածում ունի fast food-ներով երեխաների տարիքից ավելի լավ է եթե երեխային պրոցեսը երեխաներին չբերենք այս կատեգորիայի մեջ բայց ավելի լավ է տանը պատրաստված որից է բան աշխատանքի գնալուց հետո տանես ուտես քան ասենք ամեն օր fast food-ով սնվել դա եւս բերում է ռիսկի գործոն է նա հանդիսանում կիսաֆաբրիկատները պահածոյացված շատ երկար մշակում վերամշակում անցած մթերքները հա երևի ենթադրում եմ եթե մի սննդամթերք ունի չգիտեմ 1 տարի ժամկետ դա ուրեմն արդեն նորմալ չի լավ ուրիշ ինչ ուղղորդումներ պետք է հետևեն իրենց առողջությանը բոլորը ցանկացած գանգատի դեպքում չդիմել հարևանին չզբաղվել ինքնաբուժմամբ անում են դա դեռ նկատում եք նման ինքնագործունեություն եւ սիսերաբուժությամբ են զբաղվում սա նորություն էր սոդան հազիվ էինք ոնց որ մարսել քաղցկեղի դեպքում սիսերաբուժություն այո տարբեր միզաբուժությունն էինք նույնիսկ հազիվ մարսել այո դա էլ կա միզաբուժությունն էլ կա սիսերաբուժությունն էլ դեռ ճիշտ է քչացել է այդ մարդկանց այսքան խոսում ենք կլոր տարին ընդ որում սոցցանցերն էլ հիմա միացել են ու բավականին գրագետ պորտալներ գրագետ կայքեր էջեր կան որտեղից կարելի է շատ գիտահեն տեղեկություններ ստանալ բայց փաստորեն դրանք պահպանում են իրենց այո կան որոշակի տոկոսային հատված կա որոնք պահպանում են որոնք բուժվում են հարևանի խորհրդով ծանոթի խորհրդով բժշկությունը բավականին զարգացել է եւ ամեն մարդ եթե ունի գանգատ պետք է դիմի համապատասխան բժշկին որ մասնագիտացման բժիշկների հետ եք դուք ամենից հաճախ առնչվում եւ համագործակցում եւ մասնագիտական կոնսիլիումներ կատարում կոնսիլիումների գոյություն ունի Tumor Board, որի շրջանակում մասնակցում են բոլոր մասնագետները եւ քիմիոթերապևտը եւ ճառագայթաբանը եւ վիրաբույժները եւ հիվանդի բուժման տակտիկայում կայացնում են բոլորը կայացնում են որոշումը, չկա մեկանիզմա որոշում կայացնել հիվանդի բուժման տակտիկա մեջ, այսինքն պետք է լինի համախմբված որոշում, որպեսզի իսկ եթե կատեգորիկ տարբերվում են, այն մեկը ասում է վիրահատել դեռ կարելի է, մյուսն ասում է ոչ, պետք չի։ Չէ, պետք է հիմնավորված լինի, ասել կարելի է վիրահատել, դու պետք է հիմնավորես, գիտականորեն հիմնավորես, բերես ապացույցներ, որ այս եղանակը ամբողջ աշխարհում ընդունված է, գոյություն ունի այսպիսի ստատիստիկա, այսպիսի ստատիստիկայի ժամանակ ապրելիությունը այսքան է, որպեսզի կարողանաս քո առաջարկը բուժման տակտիկայում ճիշտ ներկայացնես։ Ապացուցես եւ հիմնավորես, այսինքն այսօր այլևս չկա այն մոտեցում, որ այսինչ բժիշկը միշտ վիրահատում է, իսկ այսինչը քիչ է վիրահատում, եկեք իրեն դիմենք, հիշում եք առաջ այդպես էր։ Առաջ, այո, գոյություն։ Այո, եւ լավ է, հիմա մշակույթը գնալով ավելի կոլեգիալ է դառնում։ Շնորհակալություն, մենք այսօր զրուցեցինք մարտ ամսի մասին, որպես կոլորեկտալ քաղցկեղի, այսինքն հաստաղիքի իրազեկման ամիս, եղեք ուշադիր, մի բաց թողեք սկրինինգային, այսինքն կանխարգելիչ հետազոտությունները, մի վախեցեք այդ հետազոտություններից, որովհետեւ հիմա ամեն ինչ շատ վերահսկելի է եւ շատ մեղմ է իրականացվում համեմատած առաջվա դաժան
հետազոտությունների եւ ստուգումների հետ։ Զրուցեցինք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։